Չէ, շատ համակողմանի էր, շնորհակալ ենք, քանի որ պարոն Եղոյանը խոսք ուներ բացման եւ ցավոք բաց թողեց, ես իրեն խոսք կտամ, այնուհետեւ ընդմիջում կանենք, կարող ենք քննարկումը վերսկսել ընդմիջումից հետո, բայց ճիշտ կլինի ընդմիջման գնանք։ Շնորհակալություն, իրականում բովանդակային առումով ասվածին քիչ բան ունեմ ավելացնելու եւ հնչած կարծիքների գերակշիռ մասի հետ համաձայն եմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմին կատարված ահռելի աշխատանքի համար։ Մենք մանրամասն թեև հպանցիկ ծանոթացել ենք, բայց մանրամասն կծանոթանանք զեկույցին եւ հատկապես առաջարկությունների մասին եւ կփորձենք դրանք ներառել մեր քաղաքական որոշումների մեջ։ Ես կցանկանայի մի քանի բառերով անդրադառնալ հնչած զեկույցներից որոշներին, մասնավորապես դատական, արդարադատական համակարգին վերաբերող։ Ես ցավով պիտի համաձայնեմ այն կարծիքի հետ, որ մեր դատական համակարգը դեռ ամբողջությամբ կենտրոնացած չէ արդարադատություն իրականացնելու վրա, դա այդպես է եւ դա ես չեմ պատրաստվում հերքել եւ ամեն օր ինձ հասնող այն տեղեկությունները տարբեր մասնավոր անձանցից, ովքեր տարբեր միջոցներով բարձրաձայնում են իրենց խնդիրները, ովքեր այս կամ այն կերպով առնչվել են դատական համակարգի հետ, լինի քրեական վարույթով, լինի քաղաքացիական վարույթով, շատ հաճախ ես նկատում եմ մեր դատական համակարգում հարցերի տեխնիկական լուծում, հարցերի տեխնիկական կողմի բավարարում եւ ոչ արդարադատական բնույթի խնդիրների հասցեագրում։ Մասնավորապես ես մի քանի անգամ սա ազգային ժողովում եմ ասել, իմ տրամաբանությունը հետեւյալն է. ավելի ծանր հանցագործություններով հասցված վնասի հասցեագրումը, դրանցով քննությունը, դատավճռի կայացումը պիտի լինի ավելի արագ, ավելի առաջ, ավելի շուտ, քան ավելի թեթև կամ միջին ծանրության հանցանքով հասցված վնասի։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե չգիտեմ, մեր կյանքում, երբ մենք ունենում ենք խնդիրներ, չէ, մենք սկզբից լուծում ենք ավելի մեծ վնաս պատճառող խնդիրը, հետո ավելի փոքր վնաս պատճառող խնդիրը։ Մեր դատական համակարգում, երբ ասում դատական համակարգ, նկատի չունեմ միայն դատարանները, ընդհանուր դատական համակարգը, սկսած նախաքննական փուլից մինչև դատավճռի փուլ։ Ես նկատում եմ, որ հաճախ կարող է այդ ծանրաբեռնվածության մեծ մասը, պարոն Գրիգորյանը ճիշտ է ասում, որ նայում ես, ասենք, միջին ծանրության հանցանքի համար կարող է, չգիտեմ, այդ հանցանքով պատճառված վնասից 3 անգամ ավելի մեծ գումար ծախսի պետությունը։ Դա նորմալ չի։ Դա նորմալ չի։ Եթե վնասը վերականգնելի է, եթե վնասը կապված չի կյանքի առողջության կամ անվերականգնելի կամ դժվար վերականգնելի կորստի հետ, եթե վնասը ֆինանսական է, եթե վնասը տեխնիկական է, եթե վնասը նյութական է, անթույլատրելի է նյութական վնասի վերականգնելու համար ծախսել այդ վնասից ավելի մեծ գումար։ Իհարկե կան բացառիկ դեպքեր, ես սա եմ հասկանում, ես իրավաբան եմ, երբ վնասը միայն նյութական վնասը միայն նյութական արտահայտում չի ունենում, ասենք, չգիտեմ, այն օր ազգային ժողովում էլ մենք սա քննարկեցինք, ասենք կան որոշ հանցատեսակներ, ասենք գրպանահատությունը եւ այլը, որը կարող է փոքր նյութական վնաս պատճառել, բայց շատ մեծ կրիմինոլոգիական էֆեկտ ունենալ։ Ես սա հասկանում եմ, բայց սրանք բացառություններ են, որպես կանոն եւ հատկապես կոռուպցիոն հանցանքների դեպքում վնասը պետք է չափել ֆինանսական թվերով եւ հետեւաբար ավելի մեծ վնասի հետևից պիտի գնալ ավելի մեծ էնտուզիազմով լուծել այդ հարցը, հետո նոր դառնալ երկրորդ հերթի խնդրին, հետո երրորդ, հետո չորրորդ, ոչ թե հակառակ ուղղությամբ։ Վիզաների ազատականացման process-ի հետ կապված ես ելի ուզում եմ եւս մեկ անգամ մենք բոլորս արձանագրենք, որ վիզաների ազատականացման հետ կապված ամենամեծ խնդիրը այն է, բարձրագույն քաղաքական մակարդակում որոշում կայացնելու խնդիրը լուծվել է։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք պիտի նշենք։ Այսինքն մենք տարիներ շարունակ աշխատում ենք այն ուղղությամբ, որ Եվրամիության անդամ երկրները Եվրոպական միության խորհրդում տային այդ համաձայնությունը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի։
Առանց այս մեկնարկի ինչ էլ ուզում է լինել, բիոմետրիկ անձնագրեր լինեին, չգիտեմ, աշխարհի ամենալավ առողջապահական ապահովագրությունն էլ մենք ունենայինք, սահմանների աշխարհի ամենալավ վերահսկողությունն էլ ունենայինք, վիզաների ազատականություն տեղի չէր ունենա։ Ճիշտ այնպես, ինչպես եթե մեկը ձեզ չի հրավիրում իր տուն, դուք չեք կարող գնալ իր տուն։ Շատ պարզ։ Ահա այս հրավերը մենք արդեն իսկ ստացել ենք։ Մնացածը արդեն մնում է տեխնիկական դաշտում։ Երբ ասում եմ, էլի էստեղ, երբ ասում եմ տեխնիկական, նկատի չունեմ հեշտ գործ եւ նկատի չունեմ ապաքաղաքական գործ։ Որոշ դեպքերում գործը զուտ տեխնիկական է, ինչպես օրինակ բիոմետրիկ անձնագրերի հետ կապված։ Որոշ դեպքերում մենք ունենք նաեւ որոշակի քաղաքական գիծ տեխնիկական աշխատանք անելու հանրային անվտանգության, հակախտրականության մասին օրենքի հետ կապված մասում, առողջապահական ապահովագրության հետ կապված մասում, որը իրենց ենթադրում է ահռելի մեծ ծախս, հետեւաբար եւ քաղաքական հարց է դառնում արդեն, որովհետեւ այդ գումարը պետք է գտնել միտեղից կամ կրճատել միտեղից, իսկ դա արդեն դառնում է քաղաքական հարց։ Եվ այս ուղղությամբ եւ կառավարությունը եւ ազգային ժողովում համապատասխան հանձնաժողովները հիմա ահռելի մեծ աշխատանք են տանում, բայց ես միևնույն ժամանակ ցանկանայի նշել վիզաների դյուրացման համաձայնագրի ընթացքը։ Մենք խոսում ենք վիզաների ազատականացումից, բայց չէ որ մենք ունենք վիզաների դյուրացման համաձայնագիր, որը հիմա արդեն ուժի մեջ է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները, ինչպես բառն ինքը ասում է, ավելի դյուրին, ավելի հեշտ ընթացակարգով պիտի որ ստանային վիզաներ, բայց եկեք փաստենք առանց, այսինքն մինչև պատճառներին անդրադառնալը, եկեք նախ փաստենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ մեծ դժվարությամբ են ստանում վիզաներ, եւ ես գիտեմ պատճառներից որոշները դեռ չգիտեմ, բայց մի բան փաստ է, որ ինչ պատճառ էլ որ նշենք, այդ պատճառը մենք կարող ենք սեղմագրել հետեւյալ ձևակերպման մեջ, որ փոքր խումբ քաղաքացիների սխալների պատճառով տուժում են մեծ խումբ քաղաքացիները։ Այսինքն այն պատճառով, որ ինչ որ քաղաքացիներ կարող է եւ ինչ որ խնդիրներ ունենան, ինչ որ խնդիրներ ստեղծեն, լինեն ոչ բարեխիղճ, կատարեն ինչ որ տեխնիկական սխալներ կամ նույնիսկ ունենան կատարեն չարամիտ գործողություններ վիզաների դիմելուց։ Իմ կարծիքով, սա չպիտի ազդի բարեխիղճ քաղաքացիների վիզաներ ստանալու process-ի դյուրինության, հեշտության վրա։ Հակառակ դեպքում, չգիտեմ, մենք մտածելու բան ունենք։ Կարծում եմ, որ մենք պիտի ավելի մեծ թվով քաղաքացիների շահը գերադասենք 1, 2, 3 կամ 10 ոչ բարեխիղճ քաղաքացիների ոչ բարեխիղճ կամ շատ հաճախ ուղղակի տեխնիկական սխալներին։ Էներգետիկայի հետ կապված էլի ճիշտ է ամեն ինչ ասված, պարոն Խուրշուդյանը խոսեց սուբսիդիայի դադարեցումից, ցավոք սրտի հիմա դա անհրաժեշտություն է, պարոն Խուրշուդյան, այլ կերպ կառավարությունը չէր էլ կարող հիմա վարվել, որովհետև մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, ցանցերը այլևս չեն դիմանում, պատճառները էլի չեն քննարկում, բայց ցանցերը այլևս այս արտադրանքի հոսանքի surplus, ավելցուկին, հոսանքի ավելցուկին այլևս չեն դիմանում եւ կարծում եմ, որ մենք չենք ցանկանում, որ մեր ցանցերը աշնանը օրինակ ավելի լուրջ խնդիրներ ունենան այդ ավելցուկը փոխադրել չկարողանալու փաստի հետ կապված, փոխարենը կա գաղափար այդ սուբսիդիաները տեղափոխել մարտկոցների դաշտ, ինչը էլի բնականաբար, պարոն Գրիգորյանը շատ ճիշտ նշեց, բերելու է միգուցե այլ խնդիրներ, բայց նաև լուծելու է այլ խնդիրներ, որոնց հետո բերելու է արդեն այո, տարիներ հետո մարտկոցների ուտիլիզացիայի խնդիր, որը էլի պիտի լուծեմ լուծենք եւ կարծում ենք մենք պիտի գնանք խնդիրները լուծելու ճանապարհով, ոչ թե ուղղակի այսպես վարանենք խնդիրներից, այլ հիմա լուծենք այն խնդիրները, որ ունենք հիմա, կարող ենք սուբսիդիան տեղափոխել մարտկոցների դաշտ, գիշերվա եւ ցերեկվա տարբերությունը սպառման եւ արտադրման մարտկոցների միջոցով լուծենք, որովհետեւ դա կարճաժամկետ եւ հրատապ խնդիր է, որը հենց հիմա ունենք։ Հետո արդեն կմտածենք մարտկոցների ուտիլիզացիայի մասին 10, 15 կամ 20 տարի հետո ինչպես ենք լուծում։ Այս առումով կարևորագույն հարց է եւ ես սա ուզում եմ շեշտել, անհրաժեշտ եւ իմ խորին համոզմամբ, քանի որ ես հարցը շատ երկար եմ ուսումնասիրել, շատ մասնագետների հետ եմ խոսացել, անհրաժեշտ է
մեզ բոլորիս շատ հայտնի հոսանքի ինվերտորի կառուցումը Դդմաշենի հայտնի քանի 370 միլիոն, չէ, արդեն այդքան է գնահատվում դոլարանոց, որի շուրջ KfW-ի հետ կարծեմ համաձայնությունը կա, հիմա չգիտեմ դա ինչ փուլում է գտնվում, բայց ես չեմ հավատում, որ առանց այդ ինվերտորի կառուցման մենք կարող ենք ռազմավարական հեռանկարում գլոբալ ցանցին միանալու մեր խնդիրը լուծել։ Ես չեմ հավատում դրան։ Տեխնիկական տարբեր հնարքներով կարող ենք կարճաժամկետ լուծումներ տալ, բայց ռազմավարական խնդիրները լուծելու համար մենք պիտի միանանք այդ ինվերտորով Վրաստանի հոսանքի ցանցին, որը իր հերթին ինվերտորով արդեն միացած է այլ ցանցերին, ինվերտորով մի ցանցի, առանց ինվերտորի մեկ այլ ցանցի է միացած, եւ դա է ճանապարհը մեր էներգետիկ կայունությունը լուծելու համար, իսկ ել ավելի ռազմավարական հեռանկարում մենք պետք է հրաժարվենք մեր ջեկերից որևէ մեկից, որովհետև գալու է ժամանակ, երբ դրանք ուղղակի նույնիսկ գլոբալ ցանցին միացած լինելու պայմաններում կարող են ուղղակի ավելորդ լինել։ Ես հեչ ոչ չլինի քաղաքական տեսանկյունից։ Ինչ բաց թողեցի, կարծես ոչինչ, շնորհակալություն կներեք, եթե ժամանակը գերազանցեցի։ Շնորհակալություն, շատ կարևոր էին ձեր դիտարկումները, պարոն